Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ քաղաքագետ Իրանում Հայաստանի դեսպանատան նախկին քարտուղար Արա Պապյանի հետ ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Պապյան։ Բարև ձեզ։ Պարոն Պապյան, մի քանի օր է շարունակվում է Ամերիկա-Իրան կատաղի պատերազմը, նաև Իսրայելի ներգրավմամբ։ Դուք ինչպես եք գնահատում ընթացքը, ինչ է փոխվելու այս պատերազմով։ Նախ ուզում եմ ասել, որ ամերիկացիները սա չեն անվանում պատերազմ, այլ Պուտինի նման հատուկ ռազմական գործողություն։ Հիմա դա շատ տարածված է, որովհետև պատերազմ հայտարարելու պարագային խորհրդարանի, այսինքն կոնգրեսի երկու պալատների համաձայնությունն է պետք։ Դրա համար դա շրջանցելու ձև է։ Այնուհանդերձ սա իր ծավալով եւ ընդգրկումով ըստ էության աննախադեպ է, շատ ավելի հզոր, քան անցյալ տարի հունիսի 12 օրվա պատերազմներ, եւ սա ինչ եմ ակնկալում եւ ինչ եմ սպասում։ Իմ կարծիքով սա հնարավոր է, իհարկե հաստատապես չեն կարող, սա հնարավոր է, որ բերի իշխանափոխության։ Եթե սա եւս չբերեց իշխանափոխության, ուրեմն մի քանի ամիս հետո մենք կունենանք երրորդ հարվածը, մինչև կգա իշխանափոխության ժամանակը, որտեղ խնդիրը դրված Իրանում իրականացնել իշխանափոխություն եւ դա ըստ էության Իսրայելը եւ Ամերիկան կանեն ամեն գնով։ Հիմա իրենց հաջողվել է արդեն ոչնչացնել 3000 թիրախ ցամաքային թիրախ հիմնականում այդ միջուկային պահոցները, կետերը եւ մոտարապես Իրանի նավատորմի կեսը 3 օրվա ընթացքում կարծում եմ բունես պատերազմական գործողությունները, չկոչենք պատերազմ, պատերազմական գործողությունները եւս մեկ շաբաթ 9 օր կտևեն։ Եվ այդ շուրջ 10 օրվա ընթացքում հնարավոր կլինի Իրանում իշխանափոխություն անել։ Հնարավոր կլինի, բայց ասում եմ, պիտի սպասենք, տեսնենք ինչպիսի զարգացում կունենա, որովհետև շատ բան կախված է այն բանից հետո, երբ որ Ամերիկան եւ Իսրայելը կգլխատեն քաղաքական ռազմական իշխանությունը, ժողովուրդը փողոցում ինչպես կպահի եւ նաեւ բանակը, ինչպես եթե բանակը մնաց չեզոք կամ զսպեց այսպես ասած իշխանության ավելի հավատարիմ բասիջներին, ապա իշխանափոխությունը կլինի, իսկ եթե այսպես ենք դա տեղի չունենա, այսինքն համաժողովրդական ընդվզում տեղի չունենա, ամեն ինչ մասամբ կվերադառնա հին վիճակի, ամբողջ չկա, բայց ես կարծում եմ փողոց դուրս կգա ժողովուրդը դուրս կգա, որտեվ այն ռեակցիան, երբ որ նկատում ենք համատարած ուրախությունը Խամենեիի սպանության առիթով Իրանի ժողովրդի եւ միայն ուրախությունը չի, այն նկարահանումները ուրախության եւ տեղադրումը, այսինքն դա մահվան հավասար քայլ է։ Այսինքն եթե այս իշխանությունը մնաց, այդ բոլորի հախից գալու են։ Դրա համար կարծում եմ ժողովրդի մեջ տրամադրությունը այլ են, այսինքն հաղթական տրամադրություններ են։ Բայց այդ ցնցածողներին զուգահեռ նաև Խամենեիի մահը ողբացողներ կան նույն փողոցներում, այնպես չէ, որ ժողովուրդը միանշանակ մի կարծիքի է։ Բնականաբար միանշանակ անգամ մենք մի կարծիքի չենք, որ մնաց այնտեղի ժողովուրդը միակարծիք լինի։ Խոսքը միանշանակ մասին չի, խոսքը ըստ տարբեր փորձագետների, ըստ ուսումնասիրությունների, ըստ տպավորությունների եւ ըստ ուսումնասիրությունների առնվազն կարող ենք ասել, որ 70-ից 80%-ը վարչակազմի փոփոխություն է ուզում, այդ առնվազն ըստ որոշ փորձագետին ընդհանրապես խոսքը գնում է մի 5%-ի մասին, որոնք պատրաստ են իշխանության համար ինչ-որ մի բան անել։ Ժողովրդի մեծ մասը վաղուց ակնկալում է փոփոխություններ, որովհետև տնտեսական լրջագույն խնդիրներ կան, հատկապես ինֆլյացիայի հետ կապված, լրջագույն խնդիրներ կան նրա հետ, որ այս խոստացած արդեն մոտ 50 տարի 79 թվականից ի վեր խոստումները որևէ մեկը ըստ էության չարդարացավ, որովհետև ինչ է հիմնական կարգախոսը, որ Իրանը նավթ օգտագործում են ուրիշները եւ ժողովուրդը վատ է ապրում։ Հիմա մենք սա կվերցնենք մեր ձեռը եւ ժողովուրդը լավ կապրի։ Ժողովուրդը հաստատ ավելի լավ չի ապրում։
եթե նայում եք տնտեսական բոլոր ցուցանիշները եւ այն զարգացման տեմպերը ինչ կար, դրա համար լավ չի ապրում, դրա համար էլ այո, կան մարդիկ, ովքեր իշխանության, ինչպես դուք եք ասում, կերակրատաշտից օգտվում են, ձուկ լրագրողները նկատի ունեմ, դրանք պիտի աջակցեն, բայց ժողովրդի մեծ զանգվածը հատկապես հաշվի առնելով, որ երիտասարդության տոկոսային հարաբերությունը մեծ է, իսկ երիտասարդությունը միշտ ավելի փոփոխությունների կողմնակից է, հնարավոր է դառնում, որ լինի իշխանափոխություն։ Այո։ Եվ որ դուք նշեցիք, կախված է նաև նրանից, թե բանակը ինչ դիրքավորում կունենա։ Իրանը բանակից բացի նաև հեղափոխական այդ կորպուս ունի, որը ավելի հզոր է կամ գուցե բանակին հավասարազոր հզոր է։ Նրանց դիրքորոշումն էլ է, չէ՞ կարևոր։ Իհարկե կարևոր է դամել այդ բասիչ կոչեցյալը իրենք են, այդ իհարկե կարևոր է, դե դրա համար էլ արտաքին հարվածներով առաջին հերթին ոչնչացնում են այդ կառույցի քաղաքական եւ ռազմական ղեկավարության, ինչպես նաեւ նրանց կարողությունները, որpիսի նրանք ի վիճակի չլինեն հակազդելու մյուս ուժերին, բայց ամբողջ այսպես կոչված պատերազմի իմաստը դրա մեջ է, այսինքն ինչն են ոչնչացնում, ոչնչացնում են նրանց։ Մի հատ նայեք, այսինքն մենք Խամենեի սպանության մասին ենք խոսում, բայց ըստ որոշ լուրերի սպանվել է նաև նրան փոխարինողը, ընդամենը մի օր մնաց իշխանության։ Տասնյակ եւ տասնյակ զինվորական ղեկավարներ, ամենաբարձր ղեկավարներն են ամեն օր ոչնչացվում։ Բնականաբար այս տարվում է թուլացման քաղաքականություն, այսինքն ինչպես Թրամփը ասաց, այսինքն հետևակը պիտի լինի Իրանի ժողովուրդը։ Այսինքն իրենք թուլացնում են ժողովրդին այնքանով կնե ժողովրդին չէ, իշխանությանը, որ ժողովուրդը եւ ասում են ժողովուրդը պիտի լուծի իր ճակատագիրը։ Իդեպ ըստ Թրամփի 3 տեխնացուներ կան ժամանակավոր անցումային կառավարությունը ղեկավարելու, անուններ չեն հնչեցնում, բայց 3-ը կա, գուցե մեկը կարող են ենթադրել, որ Գահաժառանգն է, ովքեր են այն երկուսը երկի ներսից են, թե դրսից մենք չգիտենք։ Մենք նաև չգիտենք, թե ինչ աշխատանք են տարել ներսում։ Հիմա դուք ասում եք, տեսեք, կան որ ուժեղ պաշտպան ըստ Ահմադի-Նեժադի, որը եւս լուսահոգի այսօր, հայտարարության ստեղծվել էր հատուկ կառույց, հատուկ զորամաս Իսրայելի դեմ պայքարելու եւ պարզվեց, որ այդ զորամասի ղեկավարը Մոսադի լրտեսա, Մոսադի գործակալա։ Եթե իրենք կարողանում են նման ներթափանցումներ անել, եւ մենք գիտենք, չէ, իրանք բավականին լուրջ իմանում են, թե որ ննջասենյակում ով է, հնարավոր է իրենք ունեն մարդիկ ներսից, որոնք կարող է իմ ասած այդ ներքին կոչենք այսպես հեղաշրջում կամ ներքին իշխանափոխությունը կազմակերպեն։ Մենք ինչպես դուք եք ինձ հարց տալի, բնականաբար նաև ամերիկացիք եւ իսրայելցիքներ են հարց տալիս իրանց։ Իսկ արդյոք ժողովուրդը առանց ուղղորդման, առանց ղեկավարման եւ կարող է։ Դե ասում են ուրեմն պետք է երևի ինչ որ ներսին պիտի պատրաստություններ ունենան։ Այո։ Պարոն Պապյան, տեղեկությունը հավաստի է, որ Խամենեի փոխարինողն է մահացած։ Ես ասեցի կա նման բան, լուր, որը դեռ իրանական կողմը չի հաստատել, այսպես ասեմ։ Բայց ավելի զգոն, ավելի պաշտպանված չէին լինի Խամենեի սպանությունից հետո, դա հեշտ կլիներ նոր հոգևոր առաջնորդին էլ սպանել։ Գիտեք, Խամենեին եւս պաշտպանված էր, այսինքն պաշտպանվածը որն է, եթե իրենք կարողանում են իմանալ ճշգրտության, որ ղեկավարը որտեղ է, մնացածը ոնց որ ասած հրթիռային ճշգրտությունը խնդիր չի իրենց համար այսօրվա տեխնոլոգիաների պարագայում։ Իսկ Խամենեին սպանվել է իր նստավայրում, ավելին ասեմ, այնտեղ մի քիչ անհեթեթ բաներ կա, իսկ իմանալով, որ ինքը առաջի թիրախներից մեկն է, գուցե չէր հավատում, որ բան, հա, ինքը իր ընտանիքին, թորներին, արսին եւ այլոց պահելա նույն տեղում եւ ինքն էլ չի տեղափոխվել, չէ, այլուր, այսինքն այլ բունկերներ բան։ Օրինակ տեսեք Պուտինը, որ շատ ավելի քիչ վտանգի տակ է, Պուտինը բունկերից բունկեր է տեղափոխվում։ Իսկ Խամենեին այնտեղ էր։ Այնպես որ ես կարծում եմ, հա, կար ազգուշ, օրինակ թաղմանը դուք չգիտեմ տեսակ բանը Խամենեի ոչ թե թաղում, այլ այսպես, չգիտեմ, հոգեհանգիստ կոչենք նրա հրաժեշտի արարողություն, ամբողջ ղեկավարությունը հավաքված էր մի մզկիթի մեջ,
ու ես ճիշտ ասած զարմացած եմ, որ Իսրայելը կամ Միացյալ Նահանգները հարված չարձրեցին եւ այդ ամբողջ ղեկավարությանը չոչնչացրեցին, որովհետեւ ջուրը ընկածը թրջվելուց չի վախենում։ Այսինքն իրենք արդեն մտել են այդ բանի մեջ, դա արել են, այսինքն նանքայլն արել են, ուրեմն եթե արել են, մինչև վերջ պիտի շարունակեն։ Ես այստեղ ուզում եմ մի հարցի անդրադառնալ ներամերիկյան գործոններին, այս պատերազմը, որը շատ կարևոր է, որը դրդում է Թրամփին ավելի կոշտ լինել, քան նախորդ, ասենք, ժամանակահատվածում։ Հետո նախորդ ժամանակահատվածում ոնց որ ասած դեռ Թրամփը նոր էր եկել իշխանության, նախորդ հունիսին էր պատերազմը, իսկ ինքը իշխանության եկավ նախորդ հունվարին, եթե հիշում եք։ Հա, հարցը հետևյալն է, դիմացը խորհրդարանական ընտրություններ են Միացյալ Նահանգներում, այսինքն կոնգրես, սենատ եւ այլն։ Եվ ուժերի հարաբերակցությունը գրեթե հավասար է, 1-2 ձայնի տարբերություն ա։ Հետևաբար եւ իրանական համայնքը Միացյալ Նահանգներում, որը շատ ավելի մեծաքանակ է ու կազմակերպվածական հայկականը, որի մասին մենք այդքան խոսում ենք, եւ հրեական համայնքը շատ կազմակերպված են, եւ եթե Թրամփը այս անգամ եւս ավարտին չհասցնի իր գործողությունները, դա դժգոհության ալիք է բարձրացնելու եւ նոյեմբերին քվե չեն տալու Թրամփին։ Եվ եթե հանկարծ հանրապետականները եղան փոքրամասնություն, լրջագույն խնդիրների առաջ է կանգնելու անձամբ Թրամփը։ Դրա համար սա իրեն դրդում է ավելի, այսպես ասած, կոշտ քայլեր շարունակելու։ Այո։ Պարոն Պապյան, դուրս է եկել պատերազմի Իրանի տարածքից, Իրանն իր հերթին հարվածում է Իսրայելին, հարվածում է արաբական պետություններին, որտեղ ամերիկյան ռազմաբազաներ կան, կա լայնածավալ պատերազմ սկսելու վտանգ Մերձավոր Արևելքում, թե ոչ, սկսվելու։ Ես կարծում եմ հարվածները այդ երկրների ուղղությամբ նպատակ ունեն հենց Իրանի կողմից հրահրելու ավելի լայնածավալ պատերազմ։ Ինչու՞։ Որտեւ ինքը լավ գիտի, Իրանը եւ Իրանի ղեկավարությունը, որ եթե արաբական երկրները հարձակվեն Իրանի վրա, այսինքն պատասխանեն այս հարվածներին, ապա հնարավորություն կա, որ Իրանի ժողովուրդը համախմբվի Իրանի ղեկավարության շուրջ, որտեղ պարսիկներն ու արաբները իրար հետ չեն սիրում, եւ արաբների հարձակումը Իրանի վրա ընկալելու է ժողովրդի կողմից արդեն հայրենական պատերազմ, որ իրանք իրանց երկիրը, իրենց դարավոր թշնամուց են պաշտպանում։ Սա արդեն անգամ Իսրայել չի, այսօր ժողովուրդը պատրաստ է Իսրայելի ճակերտավոր ասած աջակցությունը ընդունել վերնախավի ոչնչացման հարցում, բայց արաբներինը պատրաստ չի հաստատ։ Իսկ արաբների միջամտությունը շատ ավելի վնասակար կլինի։ Հիմա կախում ունի, թե Թրամփին կհաջողվի արաբներին զսպել, որ չմտնեն պատերազմի մեջ։ Առ այսօր հաջողվել է։ Թեև արաբների դժգոհությանը իրենք ասում են, որ դու կենտրոնացնել ես ամբողջ հակաօդային պաշտպանությունը Իսրայելի շուրջ, մեզ չես պաշտպանում, մենք տուժում ենք եւ այլն, բայց ուշադրություն դարձրեք, Իրանը ոչ մի նավթային թիրախ չի վնասել։ Ոչ մի նավթային թիրախ, այսինքն կոնկրետ այդ երկրները չեն վնասվել։ Այո, որոշ շենքեր քանդվել են, որոշ հյուրանոցներ, օֆիսային տարածքներ եւ այլն, երկիրը փակվել է այս կողմ են կողմ, բայց հարվածները չի գնացել նրանց հարստության այդ նավթային ռեզերվուարների եւ հանքերի շուրջ, որտեղ Իրանը լավ է հասկանում, եթե ինքը դա արեց, քարտ բլանշ տալու Ամերիկային եւ Իսրայելին դա եւս անելու։ Իրենք եւս չեն ոչնչացնում նավթային ռեսուրսները։ Իրենք հասկանում են, որ պատերազմից հետո, անկախ պատերազմի ելքին դա պետք է։ Իրենք ոչնչացնում են այլ հիմնականում ռազմական թիրախներ կամ քաղաքական ղեկավարությանը։ Այո։ Եվ Լիբանանի կառավարությունն է հայտարարություն տարածել, որ իր տարածքում Հեզբոլայի գործունեությունը կասեցրել է։ Սա կփոխի իրավիճակը, թե ոչ, այնուհանդերձ Իրանի դիրքերի թուլացում համարվելու է։ Եկեք մի փոքր պատմության խորքը գնանք 1-2 տարի, դա պատմություն էլ չի։ Մեր աչքի առաջ է տեղի ունեցել։ Նայեք, մինչև այս պատերազմն ու այս հարձակումը ինչ գործողություններ արեց Իսրայելը եւ Միացյալ Նահանգները։ Հո իրանք պարապ տեղը չարեցին, ի տարբերություն շատերի, որ մեր նման ասում են այսպես անենք։ Նախ թուլացեցին Իրանի ազդեցությունը Իրանից դուրս,
մասնավորապես Հեզբոլլահին, մասնավորապես Համասին, նրանց ղեկավարությանը, նույն Գազայի հատվածի ոչնչացումը, ինչ էր, դա Համասի թուլացում էր, նրանց ռազմական, այսինքն իրենք մաքրեցին իրանց թիկունքը, եւ այսօր ինչ որ հարվածներ, որ Լիբանանի հարավից դնում են, դա անհամեմատ փոքր է, քան եթե այնտեղ այդ գործողությունները չարեին։ Հետո չոզակացրեցին Ասադի ռեժիմը, որը եւս վտանգ էր Իսրայելի համար, այսինքն այդ մաքրեցին, պատրաստվեցին։ Արե ինչ արեցին, Մադուրոին գերեցին եւ վերցեցին։ Ինչու Մադուրոն, թվում է ինչ կապ ունի Իրանի հետ, ոնց Վենեսուելան աշխարհի թիվ 1 պաշարներն ունի նավթի, հետեւաբար այսօր նավթը վերահսկվում է Միացյալ Նահանգները, այսինքն եթե նավթի գինը բարձրանում է, եթե Հորմուզը փակվում է եւ այլն, այդ դեպքում ոչ թե տուժում է Միացյալ Նահանգները շահում են, որտեղ իրանք են այսօր շուկայում նավթի հիմնական թիվ 1 վաճառականը, եւ Իրանին դրել են անելանելի վիճակի մեջ, ընդամենը 3 հեղուկանավ է վնասվել, այս 3 օրը փոքր թիվ է։ Այսինքն Իրանը լավ է հասկանում, որ եթե ինքը փակի Հորմուզի նեղուցը ինչպես սպառնում էր, դուժելու առաջին հերթին իր դաշնակից Չինաստանը, որտեղ Չինաստանն է թիվ 1 գնորդ իրանական եւ ծոցից եկող նավթի, հետո Հնդկաստանը, Հարավային Կորեան եւ Ճապոնիան։ Ով է շահելու է Միացյալ Նահանգները։ Միացյալ Նահանգներն է Վենեսուելի նավթը ծախում եւ այլոց նավթը ծախում։ Դրա համար, այսինքն այս ամբողջը պատրաստվել են արել այն տարիների ոնց որ ասած բանով գնացել եկել հասել են կես վիճակի։ Այո։ Եվ վերադառնալով կրկին տարածաշրջան, հա, Հայաստանի համար ինչ խնդիրներ կառաջանան։ Ոչ մի, ինչ խնդիր պիտի առաջանա։ Այն որ ասում են հազարներով կհեղեղեն Հայաստան կգան գաղթականներ, ոչ մեկ էլ չի գա, այստեղ ինչի պիտի գան։ Բա որ փախնեն։ 1,648,000 քառակուսի կիլոմետր տարածք է։ Երկիրը հազարավոր բնակավայրեր ունի, որտեղ կյանքը 10 անգամ էժանական Հայաստանում, անվտանգ է, ոչ ոք չի թիրախավորելու։ Այնտեղ խնդիրը ո՞րն է։ Դուրս գալ մայրաքաղաքից, որտեղ խնդիրներ կառաջանան, եւ իրանք էլ թիրը չեն թիրախավորվում։ Այսինքն 1-2 այո պատահական դեպք, այսինքն դպրոցի այդ լուրը, որը դպրոցի վրա հրթիռեր ընկե, այն էլ դեռ պիտի հետաքննվի, որովհետև գոնե մենք այդ փորձը գիտենք բանի պարագային, Համասի պարագային, երբ որ ռազմական, ասենք հարվածային ուժերը տեղադրում էին դպրոցների եւ հիվանդանոցների մոտ կամ վրա։ Հիմա կարող է եւ իրանք դա ոչնչացել են որպես ռազմական օբյեկտ, հետո պարզվել է, որ այդ ռազմական օբյեկտի տակը բան կա, դպրոց եւ այլն, որտեվ ասեմ այսօր հրթիռները գործում են շատ արագ եւ գործում են արհեստական բանականության հաճախ, այսինքն իրանք ֆիքսում են որ տեղից է, որ կոորդինատից է եկել հարվածը եւ պատասխան հարված են տալիս եւ հետո եթե բազմավորիչ պատասխան հարվածի պարագային դպրոցա դուժու բան, հիմա այդ գաղթականները չեն լինի։ Այսինքն կլինեն այնքան Նոռուզին են գալի Հայաստան, այսպես են։ Հայաստան գալու իմաստ չկա։ Դուք տեսել եք հայաստանյան գները, ո՞նց են ապրելու։ Ինձ համար հարյուրավոր եւ հազարավոր բնակավայրեր կա կապրեն։ Սնունդն էլ ավելի էժան է, ամեն ինչն էլ բան։ Մյուսը վտանգ կա Իրանի տրողման, չկա նման վտանգ։ Նման վտանգ չկա, դա ադրբեջանական պրոպագանդա է, դա ուռճացման է, նման վտանգ չկա, Իրանը չի տրողվի։ Ստեվավար, այս պատերազմը, այս ասա կլնի, որ դե բնական է, հիմա մենք ունենք մեր քաղաքացիներ, բեռներ ունենք, որը, ասենք, Միացյալ Էմիրություններում է, որ պիտի կամ գային Իրանի տարածքով ցամաքային կամ օդային պիտի գային Հայաստան, հիմա մի շաբաթ 10 օր կամ չնա ժամանակ չի լինի, թռիչքները դադարեցված են, բեռնափոխադրումները դադարեցված են, այդտեղ ուժել կլինի, բայց էսի ոչ առաջի, ոչ վերջի համար է, այդպես է, ծով չունեցող երկրի ճակատագիրն է, ուրիշի կմահաճույքներին կամ իրավիճակին հետևելուն է դատապարտած բանը, բայց եթե Իրան Միացյալ Նահանգներ հարաբերությունները բարելավվում են, Հայաստանը հիմնական շահողներից մեկն է լինում։ Առաջին հերթին շահում է իրանական ժողովուրդը, երկրորդը շահում է Հայաստանը, որտեղ այն հայտնի երկար սպասվող եւ մեր կողմից բազմաթիվ անգամներ շոշափված խոսած Հնդկաստան Եվրոպա երթուղին, Հնդկաստան, Իրան, Հայաստան, Վրաստան, դա կսկսի գործել։ Եվ
այն որ Նիկոլ Փաշինյանն ասում է այս Զանգեզուրյան միջանցքով ապաշրջափակում ենք Հայաստան, այդ Զանգեզուրյան միջանցքը Հայաստանը չի ապաշրջափակում։ Նիկոլ Փաշինյանը երբ է Զանգեզուրի միջանցք ձևակերպումն օգտագործել։ Ինքը կարա չձևակերպի, ինքը Զանգեզուրի միջանցք է։ Ես ընկեր ունե իր Ժիգուլու վրա Մերսեդեսի նշաներ կպցրել։ Դրանից Մերսեդես չէր դառը իր Ժիգուլին։ Հիմա Նիկոլ Փաշինյանը չի ձևակերպում, ամբողջ աշխարհը Ալիևի հետ միասին դա Զանգեզուրի միջանցք է։ Երբ որ կարդում եք փաստաթուղթը, բացահայտ է միջանցք է։ Հայաստանը որևէ լիազորություն այդտեղ չունի։ Լավ, դա առանձին թեմա է, դրան հետո կանոնադրում։ Առանձին թեմա։ Դրա համար իմ ասած հետևյալն, այ հիմա այդ բանի հատվածը Իրան, Նախիջևան, Հայաստան, Վրաստան այդ երկաթուղին հնարավոր է գործարկվի, որտեղ միակ գոյություն ունեցող երկաթուղին է, որը ըստ էության այդ սադարակ երաս հատվածը չկա, որը կարելի արագ վերականգնել։ Մնացածը կա։ Պարոն Պապյան, նախագահը ինչու Ամերիկայի ու Իսրայելի թիրախում չէ։ Ում նախագահը։ Իրանի։ Իրանի նախագահ մեր նախագահի նման մի բան է, հարց լուծող չի, ինչ թիրախավորեն։ Այնտեղ մի հատ գեներալ շատ ավելի հարց լուծող է, քան նախագահը։ Երկիրը բա ինչա կոչվում իսլամական հանրապ երկիր, բա ինչ են մարդիկ դժգոհ, որը այդ երկրի կառուցվածքը հետևյալն է։ Այդ բոլոր խորհրդարանով, ընտրություններով, ամեն ինչով հանդերձ, որը ժողովրդավարության բաղադրիչներ են, շատ լավ է։ Այդ ամբողջը առ ոչինչ է, որտեղ դրանց գլխին կանգնած է մի կրոնական մարմին, որը բոլորից վերև է, եւ առանց այդ, այսպես ասած, այնտեղ, չգիտեմ, բանիմացների խորհուրդ թարգմանեք, խորագետների խորհուրդ, այդ կրոնական խմբի, ասենք, այաթոլլաների համաձայնությամբ, ձեր ասած նախագահը անգամ տեխնացու չէր կարող առաջադրվել։ Իրենք են հաստատում տեխնացուներին, իրենք են հաստատում ամեն ինչ։ Հետևաբար նախագահը այնտեղ ձևական, այսինքն թաղումների մասնակցող, ճառեր ասող մարդ է։ Ոնց ուզենան, նենց էլ վաղել, ուզենան վաղել իրանք փոխեն արտահերտ ընտրություններ եւ կանստացնեն այն մարդուն, որոնց ուզում են։ Այնպես որ այստեղ ձևական չի այդ ոչնչացումները ոչ թե նրանից են անում, որ արնախում են անպայման ուզում են մարդ ոչնչացնել։ Ես իմ խոսքի սկզբում ասեցի, խնդիրը գնում է դեսֆունկցիոնալ, այսինքն ոչ գործունյա սարքելու մասին պետական կառավարման, հատկապես զինվորական ապարատը, որտեղ որ փողոց դուրս գա ժողովուրդը, չկարողանան փողոցին ոնց է ջարդեն, կոտրեն, փշրեն։ Հիմա Իրանի կառավարման համակարգում, այաթոլլաների համակարգում քայքայման գործընթաց է սկսվել, թե համակարգը այնքան կուռ էր, որ մի հոգու եթե սպանեցին, մնացածը կկարողանան ինքնակազմակերպվել եւ Իրանը կառավարել, ինչ իրավիճակ է ձեզ այնտեղ։ Մենք չունենք մանրամասները, որովհետեւ ոնց որ ասած իրարամերժ լուրեր են գալի եւ քանի որ լուրերը ըստ աղբյուրի կողնապահ են, այսինքն ավելի քաղաքականացված է, դժվար է դատողություն անել, բայց պիտի հասկանալ հետեւյալ, դա երկիր է, որը իր մեր բարեկամ լինելով հանդերձ, պիտի ընդունենք, որ դա տոտալիտար կառավարման երկիր է եւ դրման համակարգները կոշտ են կառավարման առումով, որը այո վերմանա, որ իրանք կարողանում են վերահսկել, բայց այդ կոշտությունը, որը ինչ որ մի շրջան առավելություն է, դառնում է ինչ որ մի շրջան թերություն, այդ ինքը ճկուն չի, ինքը կոտրվում է, նման համակարգերը միանգամից են կոտրվում։ Եվ մենք տեսել ենք նման, այսինքն դեպքեր, որ թվում է անսասանա իշխանությունը եւ բան։ Այստեղ կարևորը ժողովրդի տրամադրվածությունն է։ Նայեք, ես տարիներ շարունակ, այս վերջի մի քանի տարին չեմ գնացել, բայց տարիներ շարունակ շատ հաճախ եմ եղել Իրան։ Իմ աչքի դիմացն է այդ երկրի փոփոխությունը։ Այսինքն 92-ից ի վեր 92-ին ես որ գնացի, այդ երկիրը սովետական երկիր էր։ Պարզապես իր այդ պլակատներով կարգուակի այդ դասակարգային պայքարի փոխարեն կրոնական է։ Այդ նույն մահ Ամերիկային, այդ մարսիոնիստներին, նույն այդ կառավարման համակարգը, նույն երկակի կենցաղավարությունը, այսինքն մեզ մոտ ժողովներ կար, մի բաներ կյանք ուրիշ էր, այնտեղ էր նամազ ջումա եւ այլն։ Բայց այս վերջի տարիներին մենք տեսնում ենք, որ հատկապես երիտասարդությունը փոխվել է, նա այլ կյանք է ուզում։ Իսկ հիշեցնեմ ձեզ, որ 70 թվականին, երբ որ շահին գցեցին, 35 միլիոն մարդ էր ապրում այդ երկրում։ Հիմա ապրում է 92 միլիոն եւ կեսից շատը երիտասարդ են, իսկ մինչեւ 35 տարեկան։ Նրանք չեն ուզում ապրեն
այդ 80-անց ծերունիների ձևով եւ հրահանգով։ Իրանք երաժշտություն են ուզում, իրանք, չգիտեմ, ուրախություն են ուզում, իրանք սեքս են ուզում, իրանք խմիչք են ուզում, իրանք ուզում են ապրել։ Դու իրանք չես կարող համոզել, որ դու պետք է նվիրես քո կյանքը հանուն ինչ-որ բարձրալ մի բանի։ Փոխվել է աշխարհը եւ 90-ականներին, երբ որ միակ հնարավորություն, ես հիշում եմ մեր այդ առաջի դեսպանատուն էլ չէ, ասենք կետը որ բացել ենք, մի հատ ֆաքս էր, կապի միջոցը ֆաքսի միջոցով էր եւ լուրերն էլ մենք ամեն օր բան էինք անում, հավաքում էինք կոմպյուտերով ինչ-որ մի երկու էջ եւ ֆաքսով ուղարկում էինք։ Այսօր դրա կարիքը չկա, այսօր մարդիկ ամեն ինչ եւ տեսնում են եւ հակառակն էլ ժողովուրդն էլ Իրանի ժողովուրդն էլ տեսնում է դուրսը եւ մի գործոն էլ ասեմ ու ամփոփենք։ Նաեւ այս տասնամյակների ընթացքում հսկայական մեծացել է Իրանի սփյուռքը եւ իրենց ազդեցություն ունեն ներքին կյանքի վրա եւ տեղեկությունների եւ այլ բանի առումով, այսինքն մարդիկ դուրսի աշխարհը տեսնում են։ Այո։ Պարոն Պապյան, բայց Իրանի գործողությունները եւս հուշկու չեն այդ Իսրայելին, որ հարվածում է, համարժեք են, թե չէ ըստ ձեզ։ Դե նայեք իսկ ինչ վնաս է տվել առ այսօր Իսրայելին։ Դուք տեղյակ եք։ Ասին վարչապետի գրասենյակի վրա են խփել, վարչապետից տեղեկություն չկա։ Հա։ Հետո կպարզվի, որ ոչ թե վարչապետի գրասենյակին են խփել, վարչապետի գրասենյակներից մեկին, եւ ոչ թե գրասենյակին են խփել, գրասենյակից 500 մետր են կողմյան։ Կարող եք մի բան ասել, որ ամեն 100 արձակած հրթիռից եւ դրոնից տեղը ասնում Իսրայելի վրա ընկնում է 2-3-ը։ Այն մնացածը դուք մի մոռացեք, որ պիտի թռնի Իրաքի եւ Հորդանանի վրայով Իսրայելին հասնելու համար։ Եվ Իրաքում եւ Հորդանանում արդեն դրված են գետնի վրա գտնվող հակաօդային հակահրթիռային պաշտպանական միջոցներ, գումարած դրան երկնքում գտնվում են բազմաթիվ օդանավներ, իսրայելական եւ ամերիկյան, որոնք երկնքից ոչնչացնում են այդ ամբողջը։ Այո, մի բաներ կասնի, ինչ որ զոհեր էլ կլինեն, վնասներ էլ կլինեն, բայց հաշվարկը շատ պարզ է Իսրայելի համար, որ դեպ Իսրայելը ամենա քիչ տուժածն է։ Ես վստահ եմ, որ Կատարն ավելի շատ է տուժել եւ մյուսները, քան Իսրայելը, հա։ Այդ գինը պատրաստ են վճարելու, որտեղ իրենք ասում են, եթե այս վարչախումբը մնա, վաղը միսօր իրենք ատոմային զենքի կտիրապետեն եւ այդ 1-2 հրթիռն էլ որտեղ հասնի, այսօր մի ինչ որ շենք է քանդում, եթե նա ատոմային ռումբ եղավ, ուրեմն ոչ թե շենք կավիրի, այլ ամբողջ քաղաք եւ այլն։ Դրա համար իրենք սա կոչվում են այդ կանխարգելիչ գործողություն։ Իրենք ըստ իրենց կանխարգելում են։ Պարոն Պապյան, Հայաստանի իշխանությունների դիրքավորումը ձեզ համար պարզ է, օրինակ 2-3 օր հետո նոր Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր ուղարկեց, Արարատ Միրզոյանը դրանից հետո նոր արտգործնախարարի հետ խոսեց, ինչ պետք է անի Հայաստանի իշխանությունը։ Հայաստանի իշխանությունը ուղղակի պիտի մի փոքր շուտ արձագանքեր, ինչ պիտի աներ, պիտի ցավակցեր, այսպես նուրբ դիվանագիտական խոսքերով առանց ընկնելու ինչ-որ մանրամասների մեջ, զուտ են առումով, որ մեր հարևան երկիրն է, շփումներն եւ այլն, այդ առումով։ Իսկ ինչու ուշացա, որտեղ գիտենք, Նիկոլ Փաշինյանը պերաշկու ուտելով էր զբաղված, իսկ քանի որ մեր երկիրը միապետություն է, ոչ մի արտաքին գործերի նախարար ինքնուրույն չեր անի։ Ես երբ որ խոսնակ էի, գիտեք ոնց էինք մենք աշխատում, այդ բռնատիրության շրջանում որ ներկայացնում էի, ես խոսնակս որոշում էի ինչ հայտարարություն պիտի լինի, ես գրում էի, հետո դրանից հետո նոր միայն տալիս էի նախարարին, նա ծանոթանում էր ինչ որ բաներ փոխում կամ ասում էր թող գնա, իսկ եթե ինչ որ հարց էր պետք նախագահի հետ խորհրդակցել, ասել մի րոպե, մի հատ այս հարցը ճշտեմ, անում էր, այդ ձև էինք աշխատում։ Եվ այդ էր ժողովրդավարություն, այդ դեպքում արտգործնախարարը յանից հարց էր ներկայացնում։ Հիմա դուք ասում Արարատ Միրզոյանը առանց Նիկոլ Փաշինյանի հետ համաձայնեցնելու կարա մի տող հրապարակի, արտգործնախարարության խոսնակը կարա ինքնուրույն հայտարարություն անի կամ ինքնուրույն բան գրի, մի անգամ բրիֆինգ տեսել եք անեն, ոնց որ մենք էինք անում, կանգնում ենք լրագրողների առջև, հարց ուղիղ տալիս էին, հարցին ուղիղ պատասխանում են։ Հիմա ասում են թուղթը գրավոր գրեք, հետո օրեր հետո Նիկոլ Փաշինյանը գիշերով ինձ զանգում էր,
հարց էր տալիս ու տեղում ես յան պետք է պատասխանել եթե հանկարծ ես իրան ասեի գիշերվա ժամ 11-ն Նիկոլես ինչ ես զանգում վաղ աշխատանքային կզանգես ինքը նեղանում էր դրանից այս ինչ դեմոկրատիա չեք ուզում հարցից պատասխանել իսկ հիմա իր խոսնակները օրեր ու ամիսներ են ուզում մի բանի պատասխանելու այո դա ում նախագահության օրոք էր այդ երանելի դա Քոչարյանի օրոք էր Դե բա հիմա աջակցեք Քոչարյանը հետ գա իշխանության այդ դեմոկրատիան էլ վերադառնա Ես չեմ աջակցում Քոչարյանին, որտեղ ես Քոչարյանի հետ այդ ժամանակ դեմոկրատիա է, ինչու չեք աջակցում։ Այդ ժամանակ էլ սեղ դեմոկրատիայի մասին ես չասեցի, ես ասացի արտգործնախարարությունում որոշում կայացել ավելի դեմոկրատական էր, մի խառնեք։ Գործնախարարությունը գործող մարմին էր, բայց դա չի նշանակում, որ արտգործնախարարությունից դուրս չկար հսկայական մեծ թերություններ եւ ես հենց Քոչարյանի օրոք էլ դուրս եմ եկել արտգործնախարարությունից սեփական դիմումի համաձայն չլինելով որոշ քաղաքական գործողությունների հետ Ղարաբաղի հարցում հետեւաբար եւ նաեւ աշխարհական հարցը կա ես գտնում եմ որ առաջիկա ընտրությունում գոնե ես ոչ կաջակցեմ Քոչարյանին ոչ կաջակցեմ Նիկոլ Փաշինյանին այո Այդեպիշեսնեմ ձեզ, ես միակ մարդն եմ, ում դեմ Քոչարյանի ընտանիքը դատ բացեց, եթե հիշում եք կապված բջջային հեռախոսների հետ եւ այլն, այսինքն մենք դատվել ենք իրար հետ արդեն, բայց մեր ժողովուրդը, որ այսպես մեծ խոսում անընդհատ, ոչ ոք չեկա վկայություն տա, թեև տասնյակներ եկան իմ մոտ, պատմեցին իրանց դարտը լացեցին, բայց ոչ ոք չուզեցավ ասել դե գործ չունենք, գնաց մի կողմ, ու ես պարտվեցի դատը, չկարողացա ապացուցել, որ Քոչարյանի ժամանակ այդ ոլորտը վերահսկվել է Քոչարյանի ընտանիքների կողմից։ Ես պարտվեցի, ես իրենց պահանջած գումարի 1/10-ը դատարանը որոշեց, հատուցեցի իրենց, այո։ Ինչքան էր պահանջել ձեզանից։ 1 միլիոն էր պահանջել, ես 100,000 դատարանը որոշեց։ Եվ պարոն Պապյան, արդյոք այստեղ հայ-ամերիկյան այս ծրագրերը կաշկանդել են Նիկոլ Փաշինյանին ավելի արագ արձագանքի, ավելի բովանդակային արձագանքի։ Կարծում սա ավելի շատ պետական ապարատի, ինչպես ասեցի, միահեծան լինելու մեջ է, վատ կողնորոշվելու այդ շաբաթ կիրակին գավ եւ քանի որ Նիկոլ Փաշինյանը այսպես հիմա է ինքը ձևակերպում, զբաղված է ներ կուսակցական քարոզչությամբ, այդ ձև էր ձևակերպում, որ լոռի ու տավուշ էր գնացել, դեպ չեմ ասել, ներկուսակցական քարոզչությունը ինչի է պետական ավտոմեքենայով եւ պետական, այսպես ասած, թիկնազորով գնում եւ այդ միջոցները։ Չի, ես կարծում եմ, որտեվ ես ամերիկացիներից շատ եմ, այն ժամանակ էլ եմ շփվել, հիմա էլ։ Երբ որ ես ղեկավարում եմ Իրանի բաժին Իրանի ուղղությունը, իրենք բարձրացնում են մենք ձեզ երբևէ խոչընդոտ առաջացրել ենք Իրանի հետ հարաբերություններ, ասում եմ չէ։ Մենք ձեր չէ, գիտեք ինչու, շատ պարզ, որտեղ Իրանի հետ հարաբերությունները ամերիկացիները դիտարկում էին հնարավորություն հակակշռելու ռուսական ազդեցությունը։ Ասում են ձեր երկրի կախված Ռուսաստանից շատ է, գոնե հիմա ոնց որ ասած մի քիչ Իրանի կախվածություն։ Այն ծավալները, որ մենք ունենք եւ ունենք առևտրային, տնտեսական, անգամ քաղաքական Իրանի հետ, դա մեզ համար է կարեւոր, բայց Իրանի համար քվերը չեն։ Հիմա եթե մենք խորացնենք քաղաքական Իրանի հետ 3+3 կամ ասում էին Ռուսաստան, Հայաստան, Իրան դաշինք պետք է լինի։ Հիմա այս պատերազմով Հայաստանը եւս վնասներ չէր կրի։ Այո, կկրեր, դրա համար էլ մեր քաղաքական հիմնադրույթը ազգային ժողովրդական բևեռի չի եղել շատերի նման, որ ասում են Ռուսաստան Իրան, մենք միակ կուսակցությունն ենք եղել, որ եւ 18 թվականի ընտրությունների եւ 21 գնացել ենք Միացյալ Նահանգների հետ ռազմաքաղաքական դաշինքի հաստատման այն է ՆԱՏՕ-ի ոչ անդամ հիմնական դաշնային կարգավիճակ ստանալու։ Հիմա բոլորն են դարի արևմտամետ մեզ հալածում են, հիմա մեզ ուզում են ռուսամետ ներկայացնել, իրանք առաջ են եկել, եւ դա մենք գիտենք։ Մեզ ամերիկացիներ էին ասում են, գիտեք, չէ՞, հենց որ վիճակը փոխվեց, այն բոլոր պրոռուսական ուժերը վազելու են գանես դաշտը եւ ձեզ հրմշտելու են, ձեզանց էլ առաջ են ընկնելու։ Այդ ձև էլ լինում է։ Բայց կարևորը ուղղությունը փոխվի, կարևորը սա կիսատ պրաչարվի այլ լուրջ դրվի ինստիտուցիոնալ հիմքի վրա, որ ես չեմ տեսնում։ Այսօր դեռ ինստիտուցիոնալ չի հիմքը։ Այսօր այս ամբողջ թիմքում Թրամփն է հիմքում։ Թե Թրամփի փոխվելուց հետո, Թրամփի մայից հետո ինչ կլինի, արդեն մեծ հարցական է։ Եթե սա բազան թղթային չստեղծվի, այո։
Եվ վերջում հիմա որ եւ Վլադիմիր Պուտինի հրարած պատերազմով են երեխաներ զոհվում եւ Թրամփի, արդյոք նրանք նույն հարթության վրա չեն հայտնվում։ Դեմոկրատական Ամերիկայի նախագահը եւ բռնատիրական Ռուսաստանի նախագահը։ Ոչ, նույն հարցան վրա չեն, որովհետև մենք ունենք բազմաթիվ դեպքեր, որ ռուսական զորքերը թիրախավորել են հատուկ եւ բազմաթիվ անգամներ մանկատներ, թատրոններ եւ այլ չեմ ասում հազարավոր երեխաների ոնց որ ասած բռնագրավումը, այսպես կոչենք, որը ցեղասպանություն աստ կոնվենցիայի։ Այս պարագային մենք հստակ տեսնում ենք, որ որևէ միտում չկա թիրախավորելու քաղաքացիական օբյեկտները եւ առ այսօր մենք մի դեպք ունենք, կրկնում եմ, այդ դպրոցի դեպքն է, որը դեռ լրիվ բացահայտվի։ Եթե պարզվեց, որ դպրոցի մոտ եղել է տեղակայված որևէ կրակակետ կամ այլ նման կառույց, ուրեմն մեղավորություն ամբողջովին գնում է Իրանին, որտեղ միջազգային իրավունքը արգելում է կրակակետերի տեղադրումը որոշակի կառույցների, այդ թվում նաև դպրոցի մոտ։ Դա համար տարբերությունը մեծ է։ Դուք վերցնում եք միայն որ երեխաներ են սպանվում, հետո տեսեք Իրանում քանի երեխա է սպանվել։ Մենք գիտենք 2 հոգու մասին։ 160, ինչ 2 հոգի։ Չէ, 2 հոգի թորները կիսատ մնաց, 2 հոգի մասին թորները, որոնք մենք գիտենք ամերիկյան հրթիռն է խփել եւ 160, որի մասին չգիտենք, 160, 200։ Դուք սա չեք կարող համատեք, կրկնում եմ, թիրախավորված հազարավոր եւ այստեղ միտումն է կարևորը։ Արդյոք դու ուզում ես թիրախավորել, թե այն ինչ որ միջազգային տերմինով կոչվում է collateral damage, այսինքն ածանցյալ զոհերն են, որոնք ցավոք սրտի պատերազմի մեջ լինում են։ Այսինքն, գիտեք չէ, սպանությունն էլ կա դիտավորյալ սպանություն, որը ավելի մեծ պատժաչափ է նախատեսվում, եւ ասենք ոչ դիտավորյալ սպանություն, ելի 2 դեպքում էլ մարդը մահացել է։ Բայց տեսեք, մի դեպքում կարան 3 անգամ ավելի մեծ պատժաչափ տան դիտավոր սպանության ժամանակ, քան պատահական սպանության։ Շնորհակալություն, պարոն Պապյան, հարցազրույցի համար։ Խնդրեմ։